Ապագայում Հայաստանին էներգետիկ անկախություն և մինչև 10 անգամ ավելի էժան էլեկտրաէներգիա ապահովելու նախագծով Հովակ էներգի ընկերությունը BIZAP Global Forum-ին ներկայացնում է իրենց նախագծած նոր տիպի արևային էլեկտրակայանի նախնական տարբերակը։ Ինքը բնական քարշի ուժի հիման վրա է աշխատելու, օգտագործել է կոնվենցիայի ուժը, այսինքն տաք օդը բարձրամաբերև, մենք խողովակի միջոցով այդ երևույթից էլեկտրաէներգիա ենք գեներացնում, որը 10 անգամ մեզ հայտնի արևային էլեկտրակայաններից ավելի էժան էլեկտրաէներգիայի աղբյուր է դառնում եւ նաեւ թույլ է տալիս մնացածի տարբերություն մնացած արևային էլեկտրակայանների նաեւ աշխատել երեկոյան, գիշերը, ամառը, ձմեռ նույն արտադրողականությամբ։ Աշխարհի տարբեր անկյուններից հրավիրված ավելի քան 200 հայ երիտասարդ դիլիջանում են մասնակցելու BIZAP Global Forum-ին։ Կրթական եւ քննարկումային այս հարթակի նպատակը Հայաստանում երիտասարդական ձեռնարկատիրությունը զարգացնելն է։ Մասնակիցներն այստեղ 7 օր շարունակ ներկայացնելու են սեփական նախագծերը։ Գուցե հաջողվի դրանք իրականացնելու համար գործընկերներ ձեռք բերել, քանի որ այնտեղ են լինելու նաեւ խոշոր ընկերությունների ու միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, ինչպես նաեւ հաջողած ստարտափ նախագծերի զարգացմանը նպաստող հիմնադրամների ներկայացուցիչներ։ Հայ գործարարների ասոցիացիային ներկայացվել է 1000-ից ավելի բիզնես ծրագրեր, որոնցից մենք ընտրել ենք 200 լավագույնը։ Հիմնականում ծրագրեր են, որոնք նվիրված են IT ոլորտի զարգացմանը, գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը, մի շարք ծրագրեր, որոնք հենց երիտասարդ եւ սկսնակ գործարարները մշակել են։ 7 օրերի ընթացքում այդ ծրագրերը ավելի կմոտենան իդեալական կարգավիճակին, մեր մենթորների, մեր դասախոսների շնորհիվ մեր համար գլխավոր չափանիշը այն է, որ իրանք ունենան բիզնես ծրագիր, որոնք ուղղված են Հայաստանի զարգացման տարբեր ոլորտներին։ Հայաստանում IT ուղղվածությամբ туриզմի զարգացմանն է ուղղված Տիգրան Ավագյանի եւ իր թիմի նախագծած ստարտափը։ Այն հասանելի կլինի աշխարհի տարբեր ծայրերից եւ հնարավորություն կտա օնլայն այցելուներին շրջել Հայաստանի թանգարաններում, պատմամշակութային արժեք ներկայացնող տեսարժան վայրերում, ինչպես նաեւ ծանոթանալ բազմադարյա պատմությանը։ Գաղափարը իրանից ներկայացնում է, որ ենթադրենք մեր Արենի քարանձավում գտնվել է ամենահին կոշիկը, կաշվե կոշիկը, եւ դուք լսել եք դրա մասին, բայց չեք տեսել։ Հասնելով դուք տեսնեք արդեն տեղում մոտավոր արժի գնալ ձեզ թե չէ, եւ հասնելուց կտեսնեք ինչպես են տեղ ունեցել պեղումները կամ համապատասխան արդեն կոշիկի փաստը, որը գտնվում է այս արժանապատվության թանգարանում, եւ նույնը կարող ենք ասել թանգարանների եւ տարբեր բնակավարների մասին։ Երիտասարդ ձեռնարկատերերը միջոցառման շնորհիվ հնարավորություն կունենան պրոֆեսիոնալ ժյուրիին ներկայացնել իրենց նախագծերը, իսկ եզրափակիչ փուլ անցած մասնակիցները կկարողանան սեփական բիզնես գաղափարները սեպտեմբերի 20-ին ներկայացնել Հայկական բիզնես ֆորում 2021-ին, որին կմասնակցեն սեփական բիզնեսի զարգացմամբ հետաքրքրված խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ եւ ներդրողներ։ Ալիսա Մելքոնյան, Պարուհ Ներսիսյան, Երկիրն այսօր, Տավուշ։